Էս էլ է շատ կարևոր հանգամանք, հարգելի գործընկերներ, ուզում եմ հիշենք, որ մենք 2018, 2019, 20 թվականներին շատ ակտիվ քննարկում էինք ունենում մեր էներգետիկա աղբյուրների դիվերսիֆիկացման մասին եւ ըստ էության այս ընթացքում վերականգնող արևային էներգիայի ատոմակայանի համարյա երկու հզորության մենք արևային հզորություններ են գեներացրել։ Իհարկե, ես համարում եմ լուրջ ձեռքբերում, իհարկե էներգետիկ ոլորտի կառավարման առումով որոշակի նոր իրավիճակ է առաջացել, որտեղ ադապտացվելու կառավարման խնդիրներ կան, բայց ինքնին այդ ցուցանիշը ես չափազանց կարևոր եմ համարում։ Պատկերացնեք, չնկատելով երկու ատոմակայան ենք ստացել, եւ հիմա հարցը այդ երկու ատոմակայանի ինչպես կառավարենք, դա երկրորդ խնդիրն է։ Իհարկե ուզում եմ ասել նաև, որ մենք էներգետիկայի ոլորտում գիտեք, որ ունենք խնդիրներ, այդ թվում էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված։ Հիմա տեսեք, օրինակ, երեք ես մասնակցում էի կոմպլեքս հիպերմոլի բացման արարողությանը եւ բացման արարողության ժամանակ հիպերմոլը հոսանքազրկվեց։ Պատկերացնում եք, մարդիկ $70 միլիոն ներդրում են արել, 70 միլիոն, համենայն դեպս ես ինձ տենց ասցին եւ չեն կարողանում բացման արարողություն անել նորմալ։ Ասում ենք հասկանում ենք սա, անդադ խոսում ենք ներդրումային միջավայրի բարելավում եւ այլն։ Այստեղ երկու տարբերակ կա։ Իհարկե ես ասեմ, մի տարբերակն է նա, որ հատուկ սաբոտաժ է արվել, մյուս տարբերակն է նա, որ համակարգը տեխնիկապես ի վիճակի չի։ Երկու դեպքում էլ մենք բոլոր գծերը անցել ենք եւ իրանք բոլոր գծերը անցել են եւ այն ինչ որ ասել եմ, մենք առաջիկայում արդեն պետք է անցնենք դրա իրագործման փուլին։ Իհարկե process-ը չի լինի մի փուլանի, բայց ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ կառավարումը եւ հետագա գործընթացները պետականացման եւ ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ պետք է արագ եւ արդյունավետ իրականացնենք։ Իհարկե հարցը քաղաքական մակարդակով մենք քննարկվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստում։ Ես գիտեմ, որ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը նույնպես քննարկումներ է ունեցել եւ այդ թվում կառավարության գործընկերների մենք համատեղ աշխատանքով նաեւ օրենքի նախագիծ է արդեն դրվել փոփոխություն բանի օրակարգում այսօրվա ընդգրկված է եւ արտահերթ նիստով համապատասխան օրենսդրական փոփոխությունները կիրականացվեն եւ շատ արագ ես կարծում եմ, որ այդ առաջին անհրաժեշտ գործողությունը տեղի կունենա, այսինքն դրա իմաստը կլինի այն, որ պետությունը, կառավարությունը կստանձնի Հայաստանի էներգետիկ ցանցերի կառավարումը եւ այդ կետից սկսած արդեն մենք ավելի հանգիստ պայմաններում հետագա սցենարները կքննարկենք, թե ինչ սցենարով են գնում։ Բայց ես էլի ուզում եմ մի ռազմավարական հարցի անդրադառնամ, որ որևէ սցենարով էլ որ մենք գնանք, մենք մի X պահի պետք է ապահովենք Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության բաժնետորմսերի ազատ բաժանորդագրության հնարավորությունը, ընդ որում նաև մեր այս ընթացքի փորձը հաշվի առնելով պետք է այնպիսի երաշխիքներ ստանանք, որ Հայաստանի քաղաքացիները ոչ թե կամ առնվազն ոչ միայն ընկերությունները, ոչ միայն կորպորացիաները, այլև քաղաքացիները իրենց խնայողությունները հնարավորություն ունենան ներդնել, այսինքն բաժնետոմսեր ձեռք բերել։ Ես ուզում եմ մեզ հիշեցնել նաև, որ մենք նման ռազմավարական նպատակ ունենք նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարագայում, որպեսզի մեր քաղաքացիները իրենց խնայողություններով հնարավորություն ունենան որոշակի բաժնետոմսեր ձեռք բերել եւ ժառանգել իրենց երեխաներին, իրենց սերունդներին կամ չգիտեմ, օգտագործել հետագայում այնպես, ինչպես իրենք են ուզում։ Ես ուզում եմ սա արձանագրեմ, որ սա մեր
գործընթացների եւ մեր հարուցած գործընթացների վերջնակետերից, կարևոր վերջնակետերից եւ արդյունքներից մեկը պետք է լինի։